մեկնաբանում եմ։ Եվ մեկ մոդուլյար ատոմակայանի հետ կապված հրաշալի հարց եք կայացրել եք, կարող ենք ասել, որ ամերիկյան կողմի հետ ամենայն հավանականությամբ աշխատանքները կշարունակվեն։ Ոչ, ես ասացի, որ մենք տեսակի ընտրություն ենք իրականացրել, այսինքն որոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պիտի լինի մոդուլյար տիպի ատոմակայան, մոդելի եւ հետեւաբար ուրեմն արտադրող երկրի ընտրություն չեն կատարել, որտեղ մոդելի ընտրությամբ է պայմանավորված արտադրող երկիրը։ Ամերիկյան կողմից էլ ունենք առաջարկներ եւ ուսումնասիրում ենք, ֆրանսիական կողմից էլ ունենք, ռուսական կողմից էլ ունենք, կորեական կողմից էլ ունենք, չինական կողմից էլ ունենք։ Նախարարության ունեն իրենք մոդուլյարի որոշակի մոդել, որը այս պահին ուրեմն նավի վրա է տեղակայված, ունեն տարբեր երկրներ, իմ թվարկած բոլոր երկրները ունեն մոդուլյար ատոմականների մասով տարբեր առաջարկներ, որոշում կայացնելու մասով չենք շտապում, որովհետև Հայաստանի ատոմային էներգակայանի հնարավորությունները դեռևս երկար այնպիսին են լինելու, որ կարողանանք մենք այն պահել էներգահամակարգում եւ զեկուցի ժամը առնվազն մինչեւ 2036 թվականը, որտեղ հիմա շահգործման ժամկետի երկարացման ծրագիր ենք իրականացնում եւ դրա ավարտից հետո արդեն օգոստոսի վերջ սեպտեմբերին մենք կունենանք թույլտվություն ատոմականի շահգործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը, բայց դա չի նշանակում, որ մեր ատոմականը դրանից հետո ի վիճակի չի լինի մնալ էներգահամակարգում, դրանից հետո շահգործման ժամկետի երկարացման նոր ծրագիր կիրականացնենք, որի արդյունքում, այսինքն մեր փորձը կառավարությունը շտապելու բան չունի, մանավանդ այն հանգամանքով պայմանավորված, որ այս մոդուլյար ատոմականների մասով ուրեմն նոր տեսակի ատոմականներ են սրանք եւ ինչպես ցանկացած նոր արտադրանք, այնպես էլ ատոմականների մասով նոր եղած ժամանակ գները բնականաբար ավելի թանկ են լինում, քան որոշակի ժամանակ հետո։ Եթե նա ավելի հզոր է եւ ամբողջությամբ ծածկում է Հայաստանի պահանջները էլեկտրաէներգիայի հետ կապված, արդյոք ռիսկային չի լինելու, որտեղ կան տեսակետներ մասնագետների կողմից, որ մոդուլյարը իր հզորությամբ մի քանի անգամ զիջում է։ Չէ, հզորության հետ կապված խնդիր չկա, մենք ընտրում ենք այն հզորությունը, որը կցանկանանք ընտրել, այսինքն մեր էներգետիկ համակարգին եւ Հայաստանի պատկերացումներին եւ սպառումներին մեր համակարգի ուրեմն համահունչ, այսինքն կարող ենք մոդուլյար ընտրել 100 մեգավատ հզորությամբ, կարող ենք մոդուլյար ընտրել 1000 մեգավատ հզորությամբ, կախված մոդուլների թվից եւ այն կարիքներից եւ այն ֆինանսական հնարավորություններից, ինչ ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչի մոդուլյար, որովհետև մոդուլյար ատոմակայանը ավելի ճկուն է եւ էներգահամակարգում իր աշխատանքը բնականաբար ավելի սինխրոն է լինելու։ Մենք պլանավորում ենք եւ հիմա էլ գնում ենք այն ճանապարհով, որ վերականգնող էներգետիկայի տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում ավելացնում ենք, իսկ դա մեզ բերում է անհրաժեշտություն ավելի ճկուն գործիքներ ունենալու, մասնավորապես արևային կայանների թվի եւ դրվածքային հզորության աճով պայմանավորված մենք հիմա որոշակի սեզոնների, ցերեկային որոշակի ժամերի ստիպված ենք լինում լիցքաթափել մեր հիմնական էներգետիկ հզորությունները, պարոն Մեսրոպյան, մնաս, եթե ինչ-որ բան ավելացել, կտե կատակ եմ անում, էներգետիկայից ենք խոսում։ Մեր հզորությունները ուրեմն ճկունություն հաղորդելու համար, օրինակ ցերեկային ժամերին երբեմն ստիպված ենք լինում էներգետիկ համակարգից անջատել Երևանի ջեկը եւ այն օրինակ գերեկոյան ժամին, երբ որ արևներ չկա, նորից բերել էներգետիկ համակարգ, ստիպված ենք լինում մեծամորի ատոմականի հզորությունը որոշակի չափով ցերեկային ժամերին իջացնել, այո, որոշակի ժամերին ավելցուկ կա, բայց նաեւ արտահանման ծավալների մեծացման պայմանավորված պլանավորում ենք, որ այդ ավելցուկը պիտի արտահանենք այլ երկրներ, մասնավորապես հիմա հաջողությամբ արդեն մեկնարկել ենք դեպի Վրաստան գնացող եւ երկար սպասված գծի կառուցման աշխատանքներ, իհարկե ժամկետի առումով բավական երկար մի քանի տարի անհրաժեշտ է լինելու այդ գծի կառուցման համար, բայց օրինակ այդ գծի կառուցումով մենք հնարավորություն կունենանք մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիան արտահանել Վրաստան եւ Վրաստանով արտահանել նաեւ այլ երկրներ, հաջողությամբ արտահանում ենք իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետություն եւ 400 կիլովոլտ գծի կառուցման աշխատանքները առաջիկայում ուրեմն ավարտական փուլում են գտնվում, այդ գծի կառուցման պայմանավորված կկարողանանք ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել, այդ թվում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետություն, չնայած հիմա ամբողջ տարվա ընթացքում մենք առանց դադարի դա անում ենք։ Վրաստանն երբ եք նախատեսում արտահանել գծի կառուցման որոշ հատվածների մասով շինարարական աշխատանքների ժամկետը նախատեսված է մինչև 6 տարի եւ այդտեղ էլ ունենք միջազգային կապալառու ընկերություններ, մասնավորապես չինական ընկերությունը էսպային աշխատանքները մեկնարկել մի լոտի մասով եւ այդ ժամանակահատվածում ավարտելուց հետո մենք կկարողանանք արդեն Հայաստանի էներգետիկ համակարգը ավելի մեծ թողունակությամբ կապել Վրաստանի էներգետիկ համակարգին։ Սրան զուգահեռ նաեւ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ Հայաստանում էլ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, այդ թվում նաեւ ուրեմն
արհեստական բանականության սերվերների մասով եւ եթե մեր արտադրական կարողությունները մեզ թույլ տան շատ ավելի շատ էներգիա կարողանալ արտադրել Հայաստանի Հանրապետությունում, իսկ մենք գնում ենք այդ ճանապարհով եւ նախորդ տարի էլ 2025-ին էլ 2024-ի համեմատ արտադրանքի աճ ենք ունեցել, ապա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեր գործընկերների ջանքերի արդյունքում այստեղ ավելի մեծ թվով ուրեմն AI գործարաններ եւ ոչ միայն AI գործարաններ կտեղակայվեն, ինչը համաշխարհային ուրեմն համաշխարհային ցուցանիշներով այդ գործարանները հիմա էներգետիկ համակարգի ամենամեծ շահառուներն են եւ էներգիայի ամենամեծ սպառողներն են, որովհետեւ այնտեղ հովացման հետ կապված հարցեր կան, աշխատանքի հետ կապված հարցեր կան եւ դրանք ավելի մեծ դրվածքային հզորությամբ ճշտում եք թրիփի հետ կապված հիմա ինչ է տեղի ունենում, գետնի վրա ինչ որ ինչ գործընկերների հետ ուրեմն ուսումնասիրության աշխատանքները ավարտական փուլում են գտնվում, գիտեք որ 2026 թվականի մայիսի վերջ կամ հունիսին ուրեմն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարները ստորագրեցին համապատասխան փաստաթուղթ, վստահ եմ որ մենք 2026 թվականի երկրորդ կես արդեն դեպի ավելի աշուն կամ ձմեռ գնացող ժամանակահատված կանցնենք շինարարության։ Բարոյական հաշվի առնելով ախալքալակ կարծ երկաթուղու բացումը, հա, մենք ինչ նոր քայլեր ունենք Թուրքիայի հետ ուղիղ առևտրի կապի մասին։ Կարս ախալքալակ երկաթգծի բացումը մեզ հնարավորություն է տալիս Հայաստանում արտադրված ապրանքները տեղափոխել դեպի ախալքալակ, ախալքալակով կարս եւ կարսով դեպի եվրոպական երկրների ուղղությամբ հնարավորություն է տալիս նաեւ եվրոպական երկրներից իմ նշած երթուղով կարս, կարսից ախալքալակ եւ ախալքալակից արդեն Հայաստանի Հանրապետության երթուղով այլ երկրներում արտադրվածը մասնավորապես եվրոպական երկրներում, որոնց մի մասը ԵՄ անդամ է, որոնց մի մասը ԵՄ անդամ չի, սա նշում է որտեղ ստանդարտների տարբերություն էլ կա, ապրանքներ ներմուծել, այսինքն մեր համար լրացուցիչ շուկաներում հայաստանյան ապրանքը հայտնվելու հնարավորություն է տալիս եւ իմիջիայլոց ես ընդամենը օրեր առաջ ախալքալակում մասնակցել եմ բացման միջոցառմանը, շփումներ եմ ունեցել Վրաստանի իմ գործընկերոջ, Վրաստանի Հանրապետության վարչապետ պարոն Կոբախիձեի հետ, նաեւ շփումներ եմ ունեցել Ադրբեջանի համապատասխան ոլորտը համակարգող նախարարի, Թուրքիայի համապատասխան ոլորտը համակարգող նախարարի հետ եւ իրենց շփումներից ունեցած իմ տպավորությունն էլ այն է, որ բոլորը գնահատում են համատեղ ուրեմն արտադրանքը տարբեր երկրներով այլ շուկաներ տանելու հնարավորությունը, որտեղ այդ հնարավորությունը ինչպես հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, այնպես էլ հնարավորություն է Ադրբեջանի համար, Վրաստանի համար, Թուրքիայի համար եւ նաեւ պետք է արձանագրեմ, որ բոլորի դիրքորոշումը այն է, որ խաղաղությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը խաղաղությունից համատեղ նաեւ տնտեսական օգուտներ քաղելու, որովհետեւ խաղաղություն, եթե կա տարածաշրջանում, այդ խաղաղություն է բոլորի համար եւ եթե տարածաշրջանի ցանկացած երկրում կա պատերազմ, այդ պատերազմը է բոլոր մյուս երկրների համար։ Արտահանելու Թուրքիա, այս հարցի պատասխանը չկա։ Բազմաթիվ ապրանքներ կան, որոնք հետաքրքրում են մեր տարբեր երկրների գործընկերներին, պիտի ասեմ, որ նաև օրինակ դեպի եվրոպական շուկա արտահանվել է ծաղիկի խմբականակ, առաջիկայում գյուղմթերքի խմբականակ, Թուրքիայի գործընկերները պիտի ասեն իրենց ինչ ապրանք է հետաքրքրում, մենք Ադրբեջան օրինակ արտահանման փորձ ունեցել ենք երկաթուղու միջոցով, Ադրբեջանից Հայաստան ներկրման փորձ ենք ունեցել երկաթուղու միջոցով եւ այդ ուրեմն ներկրումը եւ արտահանումը շարունակվում են, վստահաբար Թուրքիայում կգտնվի այնպիսի ապրանք, որը չկա Թուրքիայում, բայց կա Հայաստանի Հանրապետությունում կամ ավելի մատչելի է Հայաստանի Հանրապետությունում եւ իրենց համար հետաքրքրություն կառաջացնի նույնը նաեւ մեր դեպքում։ Իսկ եվրոպական շուկաներ Ծավալային տվյալների չեմ տիրապետում, հարգելի գործընկերներ, այդ ոլորտը Հայաստանում համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը։ Դրա նաև հարավկովկասյան երկաթուղու մասով արդյոք հստակեցումներ կա թե ոչ, որովհետև այդ կոնցեսիոնի հարցը մնում է այդպես անորոշ, հիմա շարունակում է այս անորոշությունը։ Մեր համար Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող երկաթուղու ցանցի զարգացումը մեր կարևոր առաջնահերթություններից մեկն է եւ այդ նպատակով մենք Ախուրիկի եւ Երասխի հատվածների համար նախագծման մրցույթ ենք հայտարարել, այսինքն այդ մրցույթի ամփոփումից եւ նախագծի պատրաստելու հետ մեկտեղ նաեւ շինարարության մրցույթ կհայտարարենք եւ մեր պլանն է մեր երկաթուղին արդիականացնելն է, մեր երկաթուղին այլ երկրների երկաթուղիներին կապելն է, ինչը մեզ Այս պայն ռուսական կողմի գործընկերների հետ աշխատում ենք այն պայմանագրերի շրջանակներում, որոնք ունենք։ Ինչպես գազի դեպքում։ Ուղղակի ճիշտ նոր ասացիք այս տարվա երկրորդ կեսին շինարարական աշխատանքները կսկսվեն։ Մենք նկատում եք հենց երկաթուղու շինարարական աշխատանքները։ Կդժվարանամ ասել կոնկրետ որ ենթակառուցվածքից կսկսվի,
երբ որ վերջնական որոշումը կլինի, դրա մասին կամ ես կամ գործընկերները կհայտնեն։ Պարոն Խուտատյան, խոսեցիք AI գործարանից, վերջերս Գագարինում բացվեց առաջին AI գործարանը եւ պետք է Ամերիկայից գային այստեղ ներկայացուցիչներ տեղյակ եկեք այցը իրականացվել է եւ ինչ ծառայություններ է այս բան իրականացնում։ Տեղյակ չեմ, այդ ոլորտը չենք համակարգում մենք, այդ ոլորտի հետ կապված էլ պատկերացումները սիրողական մակարդակի են, իսկ այնտեղ որտեղ պատկերացումները սիրողական մակարդակի են, փորձում հանրային մեկնաբանություններ չտալ։